Արդուն ենք նախաձեռնությունը, խորհրդարանական խմբակցությունները վարչապետի թեկնածություն են, ՔՊ-ից հեռացված երկու պատգամավորներն արդեն իսկ վարչապետի թեկնածու են ասում եւ Էդմոն Մարուկյանի անունն ասում են, որ իրեն են առաջադրելու նոր կարգացիա։ Նորմալ է, ես դրա նորմալ է վերաբերվում, որովհետև դա ամբողջությամբ տեղավորվում է այն խնդրի հետ, որը որ մենք բարձրացրել ենք պատգամավորների առջև։ Մարուկյանը ձեր համար է ընդունել տեխնատի վարչապետը։ Գիտեք ինչ, այդ գործընթացը չի կոչվում Էդմոն Մարուկյանին կամ ուրիշյանին վարչապետ ընտրելու մասին։ Այդ գործընթացի գլխավոր նպատակը վարչապետին անվստահություն հայտնել է։ Եվ նախաձեռնության հեղինակները կարող են ներկայացնել իրենց համար նախընտրելի թեկնածու, եւ նախաձեռնության հեղինակ կարող են լինել պատգամավորները, եւ պատգամավորները կարող են ներկայացնել իրենց նախընտրելի թեկնածուն։ Էդմոն Մարուկյանը ոչ թե իմ նախընտրելի թեկնածուն է, այլ տվյալ դեպքում Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի։ Իմ կարծիքով պրոցեդուրալ իմաստով ինչ որ մենք ակնկալում ենք պատգամավորներից, դա նորմալ որոշում է։ Աղազարյան, դուք շարունակելու եք այս քաղաքացիներում հանդիպել պատգամավորների հետ, թեկուզ եւ մերժեն ձեզ։ Անպայման, առանց բացառության, իմ մոտ գրաֆիկի կա, եթե ձեզ հետաքրքիր է, իհարկե ամեն օրից առաջ կտեղադրեմ, երկուշաբթի օրվանից մյուս հանձնաժողովներում հանդիպումները քաղաքացիների ընդունելությունը նախանշված է, ես բոլորին գրանցված եմ եւ շարունակելու եմ սահմանված օրը եւ ժամին ներկայանալ ազգային ժողով եւ հանդիպել բոլոր պատգամավորների հետ, ովքեր որ այդ հանդիպումը կանցկացնեն, առանց բացառության։ Դուք որպես քաղաքացի եք եւ տեղեկատվեք, թե որպես քաղաքական գործիչ եք, որտեղ ասում չի ուզում հանդիպել քաղաքական գործիչ Պետրոս Ղազարյան։ Գիտեք ինչ, այդ դասակարգումները չգիտեմ ինչով է պայմանավորված, դա քաղաքացիներ է, քաղաքական գործիչն է քաղաքացի, դիվանագետն է քաղաքացի, գիտնականն է քաղաքացի, ասենք ես տարբեր կարգավիճակներ ունեմ, ես չգիտեմ պարոն Արշակյանն ինչի առանձնացնում հատկապես դրանցից մեկը եւ պատգամավորները կարող են ընդունել նաեւ քաղաքական ողջ քաղաքացիների դա ասենց նման սահմանափակում է, այսինքն ընդունելությունը որ հայտարարված չէ, գրած չէ, քաղաքացիների ընդունելություն բացառությամբ քաղաքական գործիչների կամ բացառությամբ հայերի։ Նա կարող ասել, ես ձեզ չեմ ընդունում, որովհետև դուք հայ եք։ Մենք ընդունում ենք միայն ենթադրենք ադրբեջանցի։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը հիմա ընդունել է ադրբեջանցի։ Այս բանը, որ հանդիպում ա եղել Ալբանիայում Նիկոլ Փաշինյանի եւ մի ադրբեջանի քաղաքական գործիչ քաղաքացու հետ։ Բայց ես հարցեր ունեի Հակոբ Ասլանյանին, որը ուզում եմ Հակոբ Արշակյանի ներեցեք եւ ուզում եմ ասել թե ինչ է ներկայացնում։ Պարոն Արշակյանը նույնպես ընդգրկված է Ալեն Սիմոնյանի որոշմամբ ստեղծված եւ իր կողմից ղեկավարվող Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովների միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի կազմում։ Ուզում եմ իմանալ նրա կարգավիճակը, ինչ գործունեություն են ծավալում այդ հանձնաժողովի շրջանակներում, երբ կլինի հաջորդ նիստի եւ ինչ օրակարգով։ Պարոն Հակոբ Արշակյանը ընդգրկված է եղել 2016 թվականի մայիսին քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամավորական ջոկատի կազմում, որը ըստ իր կենսագրական տեղեկությունների մարտական հերթապահություն է իրականացրել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, եւ ես ուզում եմ իմանալ, պարոն Արշակյանը հիմա ըստ իր հիմիկվա քաղաքական հայտարարությունների նա ռազմական հանցագործ է, թե պետական դավաճան, այսինքն ռազմական հանցագործ ադրբեջանական մեկնաբանությունների տեսանկյունից, թե պետական դավաճան մեր օրենսդրության տեսանկյունից, եթե նա դեռ 91 թվականից իր մարտական հերթապահության վայրը, որտեղ ինքը զենք է կրել, համարում է Ադրբեջանի Հանրապետության տարածք։ Դա է ուզում հասկանալ իր կարգավիճակը, թե որ երկրի հանդեպ է իրականացրել հանցագործություն, իմ ընկալումներում ինքը գոնե այդ պահին եղել է ազնիվ եւ նվիրյալ քաղաքացի Հայաստանի Հանրապետությանը եւ ծառայություններ մատուցել մեր պետությանը եւ ժողովրդին։ Ուզում եմ իր ընկալումները պատկերացնեմ եւ բնականաբար նաեւ ինձ հետ ունեի կառավարության գործունեության ծրագիրը, դրա մի քանի հիմնարար դրույթներ, հատկապես այն դրույթները, որոնք կառավարությունը գերակա է համարել իր ծրագրում, հասկանալ դրա կատարման ընթացքը եւ պարոն Արշակյանի ցուցաբերած որոշումը։ Բայց չցանկացավ հանդիպել, գիտեք, ես չեմ կարծում, որ այս կարգի խուսափումները այս խնդրի լուծումն է։ Տպավորություն եմ, որ սրանով իրենք գեներացնում են այն հանրային մեծ շարժումը, որը մենք էլ ենք նախատեսում, որ պետք է իրականացվի, այսինքն եթե ինձ մենակ չի հաջողվում հանդիպել պարոն Արշակյանի հետ, միգուցե դա պետք է անել ավելի մեծ խմբով, ասենք մի 100, 150, 200 հազար մարդով։
Այդ դեպքում կարծում եմ պարոն Արշակյանի համար ավելի դժվար։ Փոխենք պետք է սկսում։ Կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը օրորի հասունանում եւ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կուզեին այսօր լսել, թե ինչ պատասխաններ ունի պարոն Արշակյանի իմ այս հարցադրումներին, որոնք բոլորը օրինական են, բոլորը բխում են սահմանադրությունից, օրենսդրությունից, կարծում եմ, որ մենք կարող ենք մեկտեղել մեր ջանքերը եւ ես մենակ չմնամ հանրությանը հետաքրող այս հարցերի պատասխանը ստանալու հարցում։